եւ սրանից հետո շարժվելու եմ բացառապես քասախ համանքի որոշումներով։ Այսինքն ես ինքս հավատացեք որևէ տառ բառ ինձանից չեմ հանելու։ Ես ինձ ինչ ինֆորմացիա գալու է, ես ներկայացնեմ հանրությանը, հանրության կարծիքը փոխանցեմ նրան։ Ես ընդհանրապես միջնորդ կառույց եմ հանրության եւ իշխանության միջեւ։ Ներողությունից պատկան մարմիններից ով է եկել գյուղում սպասում, որ անընդհատ ասում են խումբ կազմեք, գնացեք այնտեղ քննարկման փողոց հետ, տեղը չի։ Դե կոնկրետ հայտարարողը հանդիսանում է այս պահին քասախ համանքի հավաքանին։ Ես կարծում եմ իր ճնշում կա իր վրա եւ փորձում է հանրությանը շեղել։ Ես հայտարարել եմ, որ իհարկե քասախի ասել ուրիշ համայնք կա, ուրեմն նայեք իմ ասածը ոչ թե գոռոզություն է կամ չգիտեմ բարձրակթություն, բարձրամտություն, այլ այստեղ ես չեմ կանգնած, այստեղ կանգնած է քասախի հասարակության մեծամասնությունը։ Այդ մարդիկ ընտրել են հենց այդ պատկան մարմիններին։ Նրանք պետք է գան այս մարդկանց դուրը, ոչ թե մարդիկ պետք է գնան նրանց մոտ։ Ասում եք ճնշում կա, նկատի ունեմ ասում են խոսակցություններ են տարածված, որ քասախցի Ղազարն է այդ ճնշումները գործադրում, դուք ճանաչում եք այդ ճնշում գործադրում էլի մենք 59 համար ենք ինչ այստեղ։ Իվարկյան ասում են այդ հարցով հենց Ղազարն է ճնշում գործադրում, հիմա դուք ինչ եք խուսափում այդ հարցով։ Ղազար Ղազարյանը հանդիսանում է քասախ համայնքի պատվավոր աջ ձախ կողմերից ինչ որ փորձում են որ չխոսեք այդ թեմայով։ Դուք կարծում եք ես նման եմ այն մարդի, որ ինձ կարող են ինչ-որ մի բան շեղել։ Խնդրում եմ սրանից հետո կծանոթանաք իմ կենսագրությանը, իմ անցած ճանապարհին, իմ մարդական ուղուն ու կհասկանաք, որ ինձ այսքան ժամանակ որևէ մեկը չի ուղղորդել։ Ես բացառապես շատ լավ խոսակցություններին վերաբերվեք ներողամտորեն, կլինեն տարբեր խոսակցություններ, ես նորից եմ կրկնում։ Խնդրում եմ ծանոթացեք իմ կենսագրությանը, իմ անցած ճանապարհին։ Դեպքում երբեք մասին բացառապես եմ գնում, այստեղ կարծես թե մարդիկան խառնվում են իրար, ի՞նչն է խնդիրը։ Ես ուզում եի ձեր հարցին պատասխանել, կիսատ մնաց։ Ղազար Ղազարյանը մեր քասախի բնակիչ է եւ մեր կողմից համանքի մեծամասնության կողմից թե փոքրամասնության կողմից հարգված անձնավորություն բոլորս հարգում ենք այդ մարդուն ուղղակի հարգելի լրագրողներ փորձ է արվում մեր արդարացի պահանջը փոխադրել որպես իրավական պահանջ մենք ընդհանրապես քաղաքական որևէ հայտարարություն դուք լսում եք ես անընդհատ նշում եմ փորձում են փոխադրել քաղաքական դաշտը մերը չէ մենք հասկացեք ընդամենը մեր պահանջը մեկ կետ է անգամ նոր գալացող փոխադրողի հետ մենք չունենք խնդիր կարող են 10 գալ կարող են 100 գալ մեր պահանջը հետեւյալն է ուրեմն ինչ է կատարվում իրականությունը շատ նուրբ հարց կա որը որ փորձում են շրջանցել ու չհասկանալ ինչ են ինձ ներկայացնում կառավարությունում ասում են կան համայնքներ որտեղ բացարձակ տրանսպորտ չկա ես այդ մարդկանց եմ հասկանում նրանք պաշտոնատար անձինք են բոլոր համայնքներ իրենց համար հավասար են ինչով է տարբերվում մեր համայնքը հիմա ես տարբերությունը խնդրում եմ ուշադիր լսեք որ դուք հասկանաք իրականությունը ինչ է կատարվում մեր համայնքում արդեն 2 տարի ու կես գործում է տրանսպորտային միջոց որին մարդիկ սովորել են եւ որը մեզ բացարձակ բավարարում է այդ տրանսպորտից իջացնել նստեցնել հետ գազել դուք հավատացեք լուրջ եմ ասում չի ստացվելու այն մարդը որ կմտածի տենց բան ուրեմն արկա համարի մեր հասարակությանը նրանք այսպես են բարձաբանում որ երբ որ Զովունիում այսպես են արել զովունցիները բողոքի ակցիա չեն իրականացրել իսկ երբ որ այդ նույն բանը անում են Քասախում եւ Պրոշյանում թողեք լսենք տղեկ Պրոշյանում եւ Քասախում դուք բողոքի ակցիա եք իրականացնում եւ նրանք այդ իսկ պատճառով փորձում են ճնշումների միջոցով այս բողոքի ակցիան վերացնել որևէ համայնքի օրինակ չենք վերցնում մենք շարժվում ենք յուրապես յուրահատուկ մեր օրենքներով մեր կարգով կանոնով փառք ասում ենք շատ լավ իրավաբաններ ունենք շատ լավ փորձագետներ ունենք շատ լավ տիրապետում ենք օրենքի բացարձակ նրբություններին իմիջայլոց դուք շատ լավ տեսնում եք բազմաթիվ միտինգների երթի մասնակցել եք նման կազմակերպչություն հաստատ ոչ միտեղ հանդես չի եկել ես դրա համար եմ հիանում եմ ժողովրդով ասում եմ որ կազմակերպվածությունը գերակա է ամեն իմ հայտարարության դեպքում համոզված եղեք փողոցը բացվելու է մենք սպասում ենք միայն
խելամիտ որոշումների։ Խնդրում ենք կառավարությանը, մեր համբերությունը սահմանափակ է, մենք շատ համբերություն չունենք։ Մեր քայլերը կլինեն հաջորդական ու ավելի կոշտ։ Գուցե կլինեն նստադուլեր հենց ճանապարհի վրա, գուցե կլինեն հացադուլեր, չգիտեմ ինչեր կլինեն։ Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս, խնդրում ենք շարժվել սահմանադրության երկրորդ կետով, այն է Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այդ կետը փորձում են շրջանցել, որևէ մեկին թույլ չենք տալու այդ կետը շրջանցել։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, ես հանդիսանում եմ Քասախի բնակիչ, ուրեմն եթե այս պահին դուք առավոտյան գաք տեսնեք, մենք շատ գոհ ենք 59 համարից, էլի։ Այս պահին էս լավ վիճակում թե ինքը ինչ ծանրաբեռնված է գնում գալիս։ Դուք կհասկանաք մեր ակցիան ինչի համար է։ Ես 44 օրվա պատերազմի մասնակից եմ, ունեմ բազում խնդիրներ առողջական։ Այս պահին պպզած էթում գալիս եմ 59 համարով։ Ես պատկերացնում եմ, որ իրանք փոխեն սարքեն գազել, կռիշին երևի պետք է հելնեն, որ կայնած էթամ հանգիստ լինի, էլի։ Չգիտեմ ես ինչ ասեմ։ Մեր պահանջը օրինական է մի հատ է։ Ընդամենը բարձրանա գյուղ այդ տրանսպորտը, որ մենք, մեր երեխեքը, մեր տատիները, մեր գյուղի բնակիչները հանգիստ գնան իրանց աշխատանքին գան։ Էդի մեր համար շատ կարևոր խնդիր է ու ուզում ենք ստանանք լավ լուծում, նորմալ լուծում։ Այդքան բան, շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ձեր ուշադրությունը։ Մեր համայնքի շատ հարգարժան ներկայացուցիչ անվասայլակով պատկերացնեք ինչ է կատարում։ Ասենք այս վիճակը, այս մթնոլորտը ոնց կարելի է այս մթնոլորտը առհամարել։ Մեր պահանջը այս պահին ընդամենը 200 մետր, պատկերացնեք ինչքան դժվար է։ Այստեղից մինչև Պրոշյան համայնք, որը որ առաջարկել են իրենց տրանսպորտային միջոցը, ուղիղ 1 կիլոմետր է։ Մեր պահանջը 200 մետր է։ Ինչ ամոթ։ Կներեք, այս պահին 59 համարը ասեցիք միջև 7-ն է աշխատում, թե աշխատել։ Աշխատում է միջև ժամը 10։ Հիմա որ հանում են այդ ավտոբուսները։ Ինչի համար պիտի մեր երեխին էսա ուսանողա դառնալու մյուս տարի։ Հելի 200 դրամով գնա, հերիք չի, հավա բնով։ Ու գայս քան տեղը անցնի, ես վտանգավոր ճանապարհ։ Ես թույլ չեմ տա իմ երեխին գնա։ Սարուկյանը Աբովյանի տրամադրում է ավտոբուս անվճար, ուսանողները գնում են, ինչի է 800 հոգանոց ուսանողներին ուզում տրամադրել 200 դրամ, իր հավաբունը թող պահի իրան, մենք ստեղ իր համար հարչենք, ես իմ երեխուն թույլ չեմ տա գնա, թող մեր ավտոբուսը բերեն, չեմ բերի իրա գազելներ, կդնենք կջարդենք ճանապարհի մեջտեղը ու կուղարկենք, ըստ չի մտնի գազել։ Այդ գազելները միջև 7-ն են աշխատում։ Միջև ժամը 7 է, հավաբուն աշխատում է։ 7-ից հետո ինչպես դուք պետք է հասնեք հասը։ Ոչ մի ձև, ինչպես պիտի հասնեմ, իմ երեխեն ոնց պիտի գահասնի տուն, աղջիկ երեխա։ Ես թույլ կտամ։ Այս իշխանությունները ամեն կերպ փորձում են ձեր վրա ճնշում գործադրել, որպեսզի Ես ճշմարտակ չեմ ընկնի։ Իր հավաբունը թոփա իրան, ինքը թոփա վարարվի Աբովյանով, ինքը այս քասակցների հաշվին իր գրպանը չի լսնելու։ Ես թույլ չեմ տա։ Հենց մեկ ես եթե պետք լինի առաջիներ կստորագրեմ, առաջիներ կկանգնեմ գազելի դուրներ կջարդեմ։ Ապակիներն էլ հետը թող իր հավաբունը տանի Աբովյանցիներին բավարարի հաջողություն։ Առանց այն էլ մենք միայն այս տրանսպորտից չենք օգտվում ենք մի քանի տրանսպորտից, որը մենք հանել ենք քարտեր, որ գնանք աշխատանքի գանք։ Ոնց է լինելու մեր ժողովրդի վիճակը։ 3 տրանսպորտ պետք է փոխեք։ Ես օրը 4-5 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի։ Օրը 4 տրանսպորտ, ստեղից 59-ը նստում եմ, իջնում եմ քաղաք, քաղաքից հասնում եմ գործի տեղ, ընդեղից նորից նույն ձևով հետ եմ գալիս։ Եթե 59-ը գծից հանեն, այդ դեպքում քանի տրանսպորտ պետք է փոխեք մինչև հասնեք ձեր աշխատավայր։ Էլի նույնը, բայց ավելի թանկ։ Հələ ավելի մի հատ էլ ավել։ 5 տրանսպորտ։ Իսկ աշխատանքից հետո եթե համարենք 7-ից հետո եք վերջացնում, ինչպես պետք է։ Դե տաքսիներով պետք է գանք։ Իսկ մենք դուրս են գալի աշխատենք տուն պահենք, թե տրանսպորտին վճարենք։
Պրոշանցիներն ասում են, այ Վարուշ դեպի մեր կողմ, վարուշ։ Դորոսների հարցն է, կարող թողենք տանից այդ երեխեքին։ Հələ մի րոպե կայնի։ Հələ թողեք ես նիվեն մի հատ առաջանա ժողովուրդ։ Առաջ արյա։ Որ կարնային ավտոմոբիլը երեխեքին հա թողեք։ Ժողովուրդ ջան, մի րոպե։ Դա դեք կանգնեք, դեք կանգնեք։ Բացեք թո էտա։ Գործը դուրսան փակել է, դեռ ապո գնտո։ Բացեք մի։ Որը չորտը Ապերեսեկին հասա տան։ Դրանք բարձր չորտ ավտոբուս է գալիս, տղեկ։ Արի, ապը ճանապարհ։ Արի։ Արի գնա։ Ասու բաներ ճանաս կոպետ հանգիստ խմի։ Մարմի քայլերը չեն սպառնում։ Ասում կոպետ խմի, չեմ